կոնստիտուցիան կապակցությամբ եւ բացման խոսքով ելույթ կունենա նոր վարչական շրջանի ղեկավար նաեւ հանրապետական կուսակցության նոր ղեկավար Արմեն Ղուկասյանը։ Շնորհակալություն։ Բացման խոսք որպես այդպիսի չհասկանանք, ես ուղղակի ուզում եմ շնորհակալություն հայտնել, շատ ոգևորված եմ, շատ հաճելի է ինձ համար, որ նմանատիպ նախաձեռնությամբ մեր թևի երիտասարդները հանդես են գալիս, շատ ուրախ եմ, ապրեք դուք, ոգևորված եմ ու կարևորում եմ նմանատիպ միջոցառումները, առավել ևս, որ կապված է նման ազգասեր մարդկանց հետ, որ Հայկ Ասատրյանի 114-ամյակն է, շնորհակալություն եմ հայտնում, ապրեք դուք։ Ես չէի պատկերացնում, որ նման շուկով կանեմ, լավ է։ Հենց մուտքից զգացի արդեն, որ ուշ կա։ Շնորհակալ եմ, ապրեք դուք։ Այսօր մեր հյուրն է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության Մայր Հայաստան զինվորական թանգարանի տնօրեն Ավագ Հարությունյանը, խնդրենք երկու խոսքով։ Սիրելի երիտասարդներ, նախ թույլ տվեք շնորհավորել Հայկ Ասատրյանի ծնունդը։ Մինչև վերջին 10-15 տարի պիտի ընդունենք, որ Հայկ Ասատրյանի անունը ոչ միայն նրա գործունեությունը կամ նրա տեսական մեծ ժառանգությունը, այլև ընդհանրապես անունը թե բուն Հայաստանում, թե նաև Սփյուռքում ամբողջությամբ գոռացության էր մատնված, մինչդեռ ժամանակին 1920-30-ական թվականներին Հայկ Ասատրյանը որպես լրագրող, որպես հրապարակախոս, որպես ազգային ուղղվածության փիլիսոփա իմաստասեր ողջ Սփյուռքում, մասնավորապես եվրոպական հայկաղուտներում եւ ամերիկյան մրցամաքում հայտնի անձնավորություններ, հայտնի անհատականություններ, սակայն նրա ողբերգական վախճանից հետո 10 տարի գիտեք, 10 տարուց ավել Սիբիրյան Մորդովիայի ամենախիստ գաղութում տարապելուց հետո ազատվեց եւ մի քանի ամիս հետո մահկանացու կնքեց, նրա անունը եւ նրա ողջ ժառանգությունը իսպառ մոռացության էր մատնված, եւ թվում էր թե մեր մյուս հայրենակիցների նման ընդհանրապես մոռացության գիրկը գրքում կայտնվի, բայց բարեբախտաբար վերջին 10-15 տարվա ընթացքում առաջնորդին իհարկե Հայաստանի Հանրապետությունում նրա անունը նորից այդ մոռացությունից վերածնվեց, սկսեցին հրատարակվել նրա ինչպես հոդվածների տարբեր ժողովածուներ, այնպես էլ նրա աշխատությունները։ Հիմա արդեն Հայկ Ասատրյանի անունը գրեթե համատարած ճանաչում ունի եւ ճիշտ է, Գարեգին Նժդեի չափ հրապարակայնացված կամ հանրայնացված չէ, բայց հենց այդ առումով ձեզ կուզեի մի խորհուրդ տալ, եթե դուք զբաղվում եք Գարեգին Նժդեի կյանքով եւ գործունեությամբ, ժառանգությամբ, եթե դուք հետաքրքրվում եք կամ սիրում եք Գարեգին Նժդեի արտական գործունեությունը եւ նրա ժառանգությունը, ապա այդ հետաքրքրությունը եւ այդ սերը պիտի բոլորիդ խնդրեի, որ հավասարապես տարածեիք նաեւ Հայկ Ասատրյանի առումով։ Որտեղ Հայկ Ասատրյանը, ինչ եմ դա ուզում շեշտել, իր ողջ կյանքում թե որպես անհատ, թե որպես մարդ, սովորական հայ մարդ, դժբախտ եղավ, թե կենդանության օրոք եւ հատկապես մահվանից հետո, եւ նրա նաեւ այդ մոռացությունից հանելը եւ հանրային դարձնելը մեր կողմից այն երջանկության շուկը կլինի, որ մեր պարտքը կլինի, որ կատարենք։ Հայկ Ասատրյանի աշխատությունները ունեցան բազմաթիվ հրատարակություններ, մասնավորապես այդ հրատարակությունների հանրագումարը պետք է համարել նրա հատնտիրը, որը հրատարակվեց Ուշեր Լալանի խմբագրությամբ, ձեզնից շատերը հավանաբար ունեն կամ տեղյակ են հանրապետական կուսակցության կողմից,
հատնտիրին նախորդեցին եւ հաջորդեցին նույնպես ավելի շուրջ 1 տասնյակ տարբեր ֆորմատի եւ տարբեր բովանդակության գրքեր։ Ի վերջո Կասատրյանի գործունեության վերաբերյալ պատրաստվեց վավերագրական ֆիլմ, որ այսօր հնարավորություն կունենանք դիտելու։ Այսինքն խոսքս ավարտելով մեկ անգամ եւս շնորհավորելով Նացունը ձեզ պիտի խնդրեմ եւ հորդորեմ, որպեսզի այս 1 տարի 2014 թվականը այնպես լիարժեք օգտագործենք բոլորս։ Ծերի երիտասարդներ, որ հաջորդ տարի լրանում է 115-ամյակը ծննդյան եւ ես համոզված եմ, որ դե պարզ է, ինչպես նշտեի Ասատրյանի պարագան նորքի երիտասարդները, նորքի երիտասարդները, ինչպես մինչև հիմա ակտիվ են եղել եւ օրինակելի եղել, բայց հաջորդ տարի 115-ամյակն է, բոլորս հույս ունենք, որ արդեն պետականորեն ավելի մեծ մասշտաբի ձևով կնշվի։ Այս մի տարի դիրան ձևով օգտագործեք եւ մինչեւ 15-ամյակի լրանալը աշխատեցեք հենց փոքրինչ ժամանակ եւ հնարավորություն եղավ ձեռվեց ձեզ կարդալ, ուսումնասիրել, նայեք, ընդ որում դա մի քանի անգամ կատարեք, շատ խորն է, եթե ուզում եք իմանալ, որ ով եք դուք, այդ բառի ամենից խորը եւ իմաստային առումով, ինչի համար եք ապրում այս աշխարհում եւ ձեր նպատակը, ձեր առաքելությունը, ի վերջո այս երկիր մոլորակի վրա որն է, հայ լինեի չեք դուք հայ։ Այդ բոլոր հարցերի պատասխանը դուք կգտնեք միմիայն Հայկ Ասատրյանի շնորհիվ։ Շնորհակալություն։